Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մեր թեման կրկին խմորեղենների թանձր խմորն է, որը չի համապատասխանում բաղադրատոմսին, ինչպես փրկել առանց մածուն տորթի խմորը, եթե այն շատ թանձր է ստացվել։ Կարող ենք նույն խորհուրդները, որոնք տրվել էին մեղրով տորթի համար, քանի որ այն նույնպես առանց մածուն է, օգտագործել նաև մյուս առանց մածուն տորթերի թանձր խմորները նոսրացնելու համար։ Ընդհանուր առմամբ կարելի է նույն խորհուրդները կիրառել նաև մյուս առանց մածուն տորթերի խմորների համար, բայց մի քանի կարևոր նրբությամբ։ Փորձեմ հստակ ու համակարգված բացատրել։ Որ խորհուրդներն են ընդհանուր գրեթե բոլոր առանց մածուն տորթերի համար։ Եթե խմորը շատ թանձր է և մածուն չկա բաղադրատոմսում, սովորաբար կարելի է կիրառել հետևյալը. ամենաունիվերսալ լուծումը՝ հեղուկի ավելացում քիչ-քիչ։ Քիչ-քիչ ավելացնում ենք կամ կաթ, կամ ջուր, կամ սերուցք, կամ հյութ, եթե տորթը մրգային է։ Ավելացնում ենք 1-ից 2 ճաշի գդալ, խառնում ենք, նորից ստուգում խտությունը։ Խմորը պետք է ստացվի թանձր, բայց գդալից դանդաղ ընկնող, բայց ոչ կանգնած։ Երկրորդը ձվի հաշվեկշիռն է։ Ինչ է սա նշանակում։ Առանց մածուն տորթերի մեջ խմորը թանձր կարող է լինել, եթե ձվերը փոքր են, դա նշանակում է, որ հեղուկը քիչ է և ուրեմն խմորը չի հագենում բավարար հեղուկով։ Մյուսը, եթե ալյուրը շատ է ստացվել, խմորը կպչում է։ Ինչ անել։ Կարելի է ավելացնել կես ձու թեթև հարած, կամ փոխարենը քիչ հեղուկ ավելացնել, սա ավելի անվտանգ է, կամ ավելացնել կամ յուղ, կամ կարագ, կամ ձեթ։ Ուրեմն ավելացնում ենք 1-ից 2 ճաշի գդալ ձեթ կամ հալեցրած կարագ։ Կարող է շատ լավ սա հապկեցնել խմորը։ Ինչով է տարբերվում մեղրով տորթից և ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Մեղրով տորթի խմորը բնականաբար ավելի թանձր է, որովհետև մեղրը խտացնում է զանգվածը։ Այդ պատճառով մեղրով տորթի համար թույլատրելի է ավելի խիտ խմոր, քան օրինակ պարզ բիսկվիթինը, շոկոլադե տորթինը, կաթով կամ ջրով պատրաստվող տորթինը։ Այսինքն, նույն քայլերը կարելի է կիրառել ինչ-որ մեղրով տորթի խմորը նոսրացնելու համար, բայց չպետք է խմորը շատ ջրիկ դարձնել, պետք է հետևել բաղադրատոմսին։ Ինչպես արագ կողմնորոշվել։ Եթե տորթը բիսկվիթային է, խմորը պետք է լինի ավելի հեղուկ։ Եթե տորթը մեղրով է կամ շաքարային է, խմորը պետք է լինի թանձր։ Եթե տորթը ձեթով է, առանց կաթնամթերքի, խմորը պետք է լինի միջին խտության։ Հիմա ընդհանրացնենք հարցին, թե արդյոք մեղրով տորթի համար տրված խորհուրդները կարելի է օգտագործել նաև մյուս առանց մածուն խմորեղենների թանձր խմորները նոսրացնելու համար։ Կարող ենք պատասխանել. այո, նույն փրկելու խորհուրդները կարելի է օգտագործել գրեթե բոլոր առանց մածուն տորթերի խմորների համար, պարզապես պետք է հաշվի առնել տորթի տեսակը, նախատեսված խտությունը, հեղուկը, ավելացնել շատ զգուշորեն։ Այսքանից հետո ավելացնեմ, նրանք, ովքեր չեն դիտել նախորդ տեսահոլովակը մեղրով տորթի խմորի թանձրությունը նոսրացնելու համար ինչ անել, դիտեք այդ տեսահոլովակը, այնուհետև դիտեք նաև այս մյուսը, որպեսզի ավելի կապակցված լինի։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։